Հռոմի 267-րդ պապ Լևոն 14-րդ, նույն ինքը կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստ, նույն ինքը Վարդավառ Պարսեղյան։ Կաթոլիկ աշխարհի հովապետն ընտրվելուց հետո ամբողջ աշխարհին սկսեցին հետաքրքրել նոր պապի ոչ միայն հոգևոր գործունեությունն ու գաղափարները, այլև ազգային արմատները։ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստի կենսագրության ամենահեռավոր էջերի բացահայտումները ըստ որոշ աղբյուրների տանում են Թուրքիա, Անատոլիայի սրտում գտնվող Կայզերի կամ Կեսարիա։ Թուրքական մամուլը գրում է, որ Ռոբերտի հոր պապը հայ է եղել, Սեդրակ Պարսեղյան անուն ազգանունով։ Նա 1915 թվականին Կեսարիայից Էվերեկ հայկական ավերակ բնակավայրից գաղթել է Արգենտինա։ Նույն ժամանակաշրջանում Լևոն 14-րդի մեծ պապի քույրը Եվա Օհանյանը Կեսարիայից գնացել է Պոլիս ու մնացել այնտեղ։ Եվայի ծոռը Ստամբուլի հայ գործարար եւ Բաքրքյոյի նախկին փոխքաղաքապետ Նուրհան Չեթինքայան հետաքրքիր բացահայտումներ է արել։ Անատոլիայում հայերն ապրել են մոտավորապես 3000 տարի։ Դարեր շարունակ բնակվել են Օսմանյան կայսրությունում եւ Սելջուկների հետ։ Անատոլիայի հողերի դատարկման որոշումից հետո հայերին վտարեցին այս տարածաշրջանից։ Մեզ վտարեցին, ոչնչացրին, ցեղասպանության ենթարկեցին։ Հետևաբար այստեղից շատ մարդիկ են գաղթել։ Նրանցից մեկն էլ Հռոմի նոր պապի նախնիներն են Կեսարիայից։ Իմ մոր տատիկը Եվան է եղել։ Եվա Օհանյանի ավագ եղբայրը Սեդրակ Պարսեղյանն էր, որն այդ ժամանակ արտագաղթել էր Արգենտինա։ Հռոմի պապի ազգական ներկայացող այս տղամարդն էլ պատմում է, որ Սեդրակ Պարսեղյանի որդին Լուիս Մարիուս Պրևոստն Արգենտինայից մեկնել է Միացյալ Նահանգներ, մասնակցել երկրորդ աշխարհամարտին, այնուհետև կրթօջախներից մեկում տնօրեն աշխատել։ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստ 1955 թվականին Չիկագոյում ծնվում է Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստը։ Նա երիտասարդ հասակից կրոնական կրթություն է ստանում։ 1982-ին քահանա է ձեռնադրվում։ Պերուում երկար տարիներ միսիոներական աշխատանք կատարելուց հետո 2023-ին կարդինալ է կարգվում եւ բարձր դիրք գրավում Վատիկանում։ Եվա Օհանյանի ծոռ Նուրհանի պատմելով Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստի իսկական անունը Վարդավառ Պարսեղյան է, թուրքերեն Ֆարուս Փարս։ Փարս թուրքերենից թարգմանաբար նշանակում է ընձառյուծ։ Այս տեղեկությանը Նուրհանն անձամբ հավատում է, բայց լուրի իսկությունը ցանկանում է ստուգել անձամբ սրբազան քահանայապետից, եթե դրա հնարավորությունը մի օր ունենա։ Սկանդալային լուրը մեծ հնչեղություն է ստացել Թուրքիայում։ Նուրհան Չեթինքայան հարցազրույցներ է տվել լրատվական գործակալություններին ու ազգային հեռուստաալիքներին եւ ասել, որ Հռոմի պապի արմատները Կեսարիայում են ծիլ տվել։ Ես պետք է այցելեմ Հռոմի պապին եւ պատմեմ նրան մեր ընտանիքի հետ իր կապերի մասին։ Հուսով եմ սրբազան քահանայապետը կհաստատի իմ կատարած աշխատանքը։ Մենք պատմական Անատոլիայի հնագույն ժողովուրդն ենք։ Լևոն 14-րդի հայկական արմատների մասին տեղեկություններ առայժմ հայտնում են միայն մի շարք պարբերականներ ու նրա ազգական ներկայացող մարդիկ։ Մինչդեռ ամբողջ աշխարհի համար Հռոմի պապն ամերիկյան, ֆրանսիական, իտալական ու իսպանական արմատներ ունի։ Ճակատագրի հեգնանք է թե պատահականություն, բայց կաթոլիկ աշխարհի հովապետի առաջին պաշտոնական օտարերկրյա այցը լինելու է Թուրքիա, որտեղ Լևոնին հավանաբար նախնիների ոգին է կանչում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։